հետսովետական Հայաստանի համար երևի թե առաջին շինությունն է սա, ինչի արդյունքում մենք չենք ունենում գերտաքացում ու բավականին գեղեցիկ տեսարան է այսով բացվում։ Միշտ պետք է ինչ-որ մի ապակի արտացոլվեր։ Նախագիծը իրենից ներկայացնում է օֆիսային շինություն, որը պատկանում է մեկ կազմակերպության, այլ ոչ թե տրվել եւ արծով։ Այն ներառում է երկհարկանի ավտոկանատեղի, լողավազան, կիսասպորտային, շոգեբաղնիքներ, սպա, մանկական անկյուն, մեծ աուդիտորիում, մոտավորապես 100 եւ ավել մարդու համար նախատեսված։ Աուդիտորիումին կից ունենք քննարկումների սենյակ, որը օգտագործվել է նաեւ հյուրերի համար, ու այդ քննարկումների սենյակը ունի շատ լավ տեսարան դեպի հենց աուդիտորիում։ Ունենք բաց օֆիսային տարածքներ, փակ գրասենյակներ, համապատասխանաբար իրենց միտինգ ռումերով նախատեսված է ունենալ ճաշարան, ինչպես նաև տանիքում ունենք ռեստորան, որը ունի պանորամային գեղեցիկ տեսարան դեպի քաղաքը։ Հողամասը գտնվում է Նոր-Նորք ու Նորք-Մարաշ վարչական շրջաններում։ Այն ունի հետևյալ տեսքը։ Հողամասի օրիենտացիան այսպիսին է. հյուսիսը, հարավը, համապատասխանաբար արևելք ու արևմուտք։ Հողամասին կից կան երկու ճանապարհ, հիմնական, որոնցից մեկը արևելյան հատվածում, ուշ որը շարունակվում է կորանալով, կպնում է մեր արևմտյան հատվածի ճանապարհին, բայց քանի որ մեր մոտ դեռ նախագծային փուլում պարզ չէր թե արևմտյան ճանապարհը երբ կիրականացվի, որը պետք է իդեպ կպներ քաղաքին, քաղաքը միացնի Նոր-Նորքին, մենք պատվիրատուի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք հիմնական մեր մուտքը տալ հենց արևելյան ճակատից։ Տարածքը ունի մի շարք դրական կողմեր, որոնցից է տեսարանները, այսինքն մենք ունենք շատ լավ տեսարան դեպի քաղաքը, ու քանի որ բոլորս էլ գիտենք Նոր-Նորքը գտնվում է բարձր հատվածում, Երևանի, ամբողջ տարածքը գտնվում է ձեռքիդ մեջ ու ամբողջ քաղաքը դու տեսնում ես։ Ունենք տեսարան դեպի Արարատ լեռը, ինչպես նաև ունենք գեղեցիկ տեսարան դեպի Արա լեռը արդեն հյուսիսային հատվածից։ Կարելի ասել մենք ունենք պանորամային լավ տեսարան համարյա բոլոր կողմերից։ Հողամասը ունի նաև բավականին կտրուկ թեքությամբ ռելիեֆ, այսինքն մենք ունենք ամենավերին կետից, վերին նիշից հողամասի մինչև ամենաստորին նիշը մոտավորապես 15 մետր տարբերություն։ Հողամասի բարձր տեղադիրքը, ճանապարհը ու մեծ թեքությունը իրականում դրական ազդեցություն է ունեցել շենքի ձևավորման վրա, որովհետև մենք շենքը, ինչպես տեսնում եք, տեղակայել ենք հողամասի միջանկյալ հատվածում, ինչը հնարավորություն է տվել, որ ինչքան էլ որ մեր ճանապարհի մյուս կողմ գտնվող մեր հարևանները մեծ կառուցապատում իրականացնեն, բարձր կառուցապատում իրականացնեն, դրանք գտնվել են բավականին ներքևի հատվածում, ու բնականաբար մեր տեսարանը միշտ բաց է լինելու, երբեք չեն կարողանա խանգարել մեր գեղեցիկ Երևանի համայնապատկերին։ Մի քիչ կուզեմ խոսել մեր մոտեցումների մասին ճարտարապետությանը։ Մենք մեր ամենակարևոր մոտեցումներից մեկը ֆունկցիան է, այսինքն ֆունկցիան պետք է թելադրի ճարտարապետություն, ու ընդհանուր միջավայրը պետք է թելադրի, ու այդ մոտեցումներից մեկը նաև այն է, որ մեր համար շատ կարևոր է, որ լանդշաֆտը, շենքը ու ինտերիերը իրար հետ փոխկապակցված լինեն անպայման։ Չլինի մի շինություն, որը ամենտեղ կարելի է իրականացնել ու անհետաքրքիր մարդու համար ոչ գրավիչ միջավայր։ Մենք այս նախագծում այդ գաղափարը իրականացրել ենք այս ձևով, երբ մարդ հիմնական մուտքից, հիմնական ճանապարհից մտնում է ներս, ռելիեֆի պատճառով մենք ոնց որ առաջին հարկը բարձրացրել ենք վերև, ու այդ առաջին հարկին բարձրացնելուց հետո ստացվել է այստեղ երկաթբետոնե կամուրջ, որը տանում է դեպի մեր հիմնական նախասրահ։ Նախասրահում պատվիրատուի մեծ ցանկություններ ունենալ բավականին բարձր առաստաղ հիմնական նախասրահում, որտեղ պետքա ջրվեժ առաստաղից թափվեր։ Մենք այդ գաղափարը շատ հավանեցինք ու իրականացրեցինք այստեղ։ Ու ոնց է այդ գաղափարը իրականացվել։ Երկհարկանի ատրիում մենք արեցինք,
մոտավորապես 7 մետր բարձրությամբ։ Առաստաղից ջրվեժը թափվում է ինտերիերում գտնվող ջրավազանի մեջ, հետո առվակով դուրս է գալիս դեպի բացօթյա կամուրջ, ու կամուրջի վրա ձևավորվում է տերևաձև բացօթյա ջրավազանը, ու ինչի այս տերևաձև, ինքը եկել է հենց կամուրջի պարամետրիկ ֆորմայից։ Մեր մոտեցումներից մեկը այնա, որ միշտ պետքա փորձենք ինչ-որ մի նորամուծություն անենք տվյալ նախագծում, ու պարամետրիկ ֆորմաներն էլ մարդկանց իրականում շատ են դուր գալիս, այսինքն էսթետիկան իրականում նույնպես ֆունկցիայի մաս է կազմում, որովհետև մարդ պետք է այդ միջավայրը հավանի, մարդ պետք է այդ միջավայրով քայլելուց իրեն հետաքրքիր լինի դա։ Դրա համար ստեղծել ենք պարամետրիկ երկաթբետոնե կամուրջ։ Երկաթբետոնե կամուրջին զուգահեռ ունենք պահակակետ, եռանկյունաձև, որի վրա հենվում է մեր մետաղական կամուրջը, որի հերթին տանում է անմիջապես դահլիճ, ու նախատեսված է հիմնականում հյուրերի համար։ Քանի որ կամուրջների մասին խոսեցինք, մի փոքր կամուրջների ֆորման ներկայացնեմ, ինչ այն այս ներկայացնում։ Մետաղական կամուրջը ունի հետևյալ տեսքը, էլի բավականին հետաքրքիր լուծում է Հայաստանի համար հայկական պայմաններում։ Ունենք այստեղ մեր եռանկյունաձև պահակակետը, միանում է երկրորդ հարկին, ու ունենք sense վեաձև մետաղական սյուներ, որոնք իրենց հերթին արդեն հենված են երկաթբետոնե հիմքի վրա, ու բավականին գեղեցիկ տեսարան է այսով բացվում միջավայրում քայլելուց։ Մի բան էլ ասեմ կամուրջների մասին։ Կամուրջները, ոնց որ տեսնում եք, բեկված են։ Ինչից է եկել այդ բեկումը, որովհետև ինչպես նախորդիվ արդեն ասել եմ, ռելիեֆը բավականին թեք էր, շատ էր թեք, ու ինչքան էլ որ մենք կամուրջը միացրեցինք երկաթբետոնե ճանապարհից դեպի առաջին հարկ, ու ինչքան էլ որ մենք առաջին հարկը բարձրացրել էինք վերև, միևնույնն է, կամուրջի թեքությունն ինքնիրանով ավելի շատ մեծ էր լինում հետիոտնի համար։ Դրա համար մենք բեկեցինք ու երկարացրեցինք մարդու ճանապարհը, ինչի արդյունքում ունեցանք էականորեն ավելի փոքր թեքություն։ Շինության ընդհանուր տեսքը ունի հիմնականում երկու ուղղություն, ոնց որ տեսնում եք, մեկը մեր ընդհանուր տարածքի եզրագծերն են, սահմաններն են, այսպես ասած, իրենց փոխուղղացներով, ու հյուսիս-հարավի ուղղությունը, ու իրենց համապատասխանաբար փոխուղղացներով։ Ոնց որ տեսնում եք, ընդհանուր շենքը ձգված է հենց հյուսիս-հարավի ուղղությամբ, ինչի համար ենք տենց արել, որովհետև հյուսիս-հարավով պահելով մենք կարողանում ենք ունենալ էներգախնայող շինություն, կառույց, այսինքն շենքի արևելյան ճակատները արև են ստանում առավոտյան եւ համապատասխանաբար երեկոյան արև է ստանում մեր արևմտյան ճակատները իրականում, երկու ճակատ ամեն մասում, ու ինչի արդյունքում մենք չենք ունենում գերտաքացում ամբողջ օրվա ընթացքում ինչ-որ սենյակներում։ Հետևաբար հովացումը ավելի հեշտ է լինում իրականացնել։ Մի փոքր խոսանք շենքի կոնստրուկցիայից։ Կոնստրուկտիվ առումով շենքը ընդհանրապես ասիմետրիկ է համարվում, որը Հայաստանի պայմաններում այդքան էլ բնորոշ չի հայկական պայմաններում շինարարությանը, որովհետև կոնստրուկտիվ առումով մի քիչ որոշակի խնդիրներ առաջացնում։ Հատկապես որ ունենք կտրուկ ռելիեֆ, ունենք անհեծան ծածկեր, իսկ անհեծան ծածկեր մենք ի սկզբանե մտածել ենք ունենալ, որովհետև մեր համար կարևոր էր, որ հարկի բարձրությունը ինչքան հնարավոր է բարձր պահեինք, ու մեր հիմնական ինժեներական կոմունիկացիաները չանցնեին հեծանների տակով։ Հաջորդ կոնստրուկտիվ խնդիրը, որ մենք այստեղ ունենք, դա մեր հետսովետական Հայաստանի համար երևի թե առաջին շինություններից է, որ ունի 15 մետրը 10 մետր խորությամբ կոնսոլ, որպեսզի ավելի պարզ հասկանալի լինի, թե կոնսոլը իրենից ինչ է ներկայացնում ոչ մասնագետների համար, դա ծածկերն են առանց հենարանների, առանց սյուն, առանց պատ եւ այլն։ Կոնսոլային հատվածը իրենից ներկայացնում է մեկ հարկ, այսինքն երկու ծածկ, ու իրեն պահող երկու պատերը երկաթբետոնե հեծանները, որոնք ծառայում են որպես հեծան շենքի համար, այդ հատվածի համար։ Այսինքն պատկերացրեք sense տուփ,
որը իր հերթին հենված է պատվանդանի վրա, ու ունի տեսարան դեպի Արա լեռը, հենց էկրանին հենց ապակե պատում է, էլի, իրենց ներկայացնում։ Պադոնի երկաթբետոնե պատերից մեկը ունի բավականին հետաքրքիր ճարտարապետություն, այսինքն գալիս է առանցքի շուրջ պտտվելով, քիչ-քիչ դառնում է թեքահարթակ դեպի բակային հատված։ Մեզ համար շատ կարևոր է թեքահարտակի գոյությունը, այսինքն ինքը ձևավորվել է էլի միջավայրից, այլ ոչ թե ուղղակի դեկորացիա է եղել։ Ինչի համար, որովհետև թեքահարթակը հիմնական կապն է բակային հատվածի, շենքի տերասաների եւ ինտերիերի միջև, որից հետո բնականաբար արդեն հակառակ կողմում գտնվող մեր բակային հատվածի միջև, եկեք հատակագծով ցույց տամ, ավելի պարզ կլինի երևի թե։ Սա եթե մեր կոնսոլային հատվածի պատն է, որը գալիս է թեքվելով, առանցքի շուրջ պտտվելով դառնում է թեքահարթակ։ Այսինքն մարդ բակային հատվածից գալիս է թեքահարթակով բարձրանում է կոնսոլի հարկ, կոնսոլի հարկում սպիրալաձև աստիճաններով բարձրանում է տերասա, վայելում է Արա լեռի տեսարանը, պտտվում է, գալիս է մյուս տերասա, որտեղից արդեն քաղաքի տեսարանն է բացվում, Արարատն է բացվում, մտնում է հիմնական նախասրահ, ու նախասրահի միջոցով կարողանում է հայտնվել երկաթբետոնե կամուրջի վրա, որը գտնվում է արդեն հակառակ կողմի բակային հատվածում։ Այստեղ հետաքրքիր դետալ ունենք, սպիրալաձև աստիճանն ավանդակը, ինքը սովորական սպիրալաձև աստիճանավանդակներից չի, այստեղ արդեն կարող եք տեսնել վիդեոյով, ունի երկկողմանի բարդություն, երկկողմանի աստիճանաձևություն եւ տակից եւ վերևից, ու քանի որ ինքը բարդ ֆորմա էր, մենք որոշեցինք տեղում գնանք հենց մենք հատակի վրա գծենք, մանրամասն տեղում բացատրենք, տեղում լինենք շինարարության ամենասկզբում, որպեսզի շեղումներ չլինեն։ Ու ինչպես գիտեք, չգիտեմ, ովքեր որ մեզ հետևում են մեր էջերով կամ տեսել են մեր նախորդ ոդքասթները, գիտեն, որ մենք նաեւ իրականացնում ենք եռաչափ սկանավորում, ու այս շենքը հենց շինարարության ընթացքը հենց այդպես է գնացել, մենք շինարարության ընթացքում տարբեր հատվածներ եռաչափ սկանավորել ենք, վերանախագծել ենք, դետալավորել ենք, դրանցից մեկը հենց եղել է այս աստիճանավանդակի հատվածը, եւ արդեն շենքը կանգնած էր բետոնե հատվածով, այդ արանքը անցքը կար աստիճանավանդակի, էլ եկանք չափագրեցինք, իրական բարձրությունները ունեցանք, այնպես բնավորություն է, էլի, պետքա պարտադիր չվստահես քո ձեռով ամեն ինչ անես, ու չափերի բաժանեցինք, տեղում մանրամասն գծեցինք, տվեցինք շինարարներին ու իրականացավ այն ինչ որ հիմա դուք տեսնում եք։ Կոնստրուկտիվ առումով մի քանի հետաքրքիր բաներ ունենք, ընդհանուր առմամբ շենքը քանի որ անհեծան է, շենքը ունի երկու միջուկ, աստիճանավանդակների մասին է խոսքը, երկու աստիճանավանդակները, ու ոնց որ մարդ հենվելով իր երկու ոտքերի վրա կարողանում է իրան շատ լավ պահի, ավելի լավ կհասկանան սկեյթ քշողները կամ ասենք սնոուբորդ քշողները, ոնց հավասարակշռությունը պահելու տեսանկյունից։ Նույն ձևով մեր շենքի այս երկու միջուկները հանդիսանում են շենքի ոտքերը, այսպես ասած, որոնք ցած ամուր պահում են շենքին։ Բայց նաև բնականաբար ունենք միջանկյալ դիաֆրագմաներ, որոնք լրացումն են որպես հանդիսանում։ Կոնստրուկտիվ առումով մի հատ sense հետաքրքիր պատմություն էլ կա այս շենքի կոնստրուկցիայի մասին, էլի նախորդ ոդքասթից մեկում կարծեմ պատմեցինք, բայց եւս մեկ անգամ պատմեմ, չզլանամ այսպես ասած։ Ուրեմն կոնստրուկտորին ընտրելու պատմությունն է շատ հետաքրքիր, որ արդեն էսկիզը արել ենք, մտածել ենք սա, որ sense մտածում ենք արդեն հեսա պատկերացնում ես ոնց կիրականանա, ինչ կդառնա, ու եկավ հասավ կոնստրուկտորի ընտրելու պահը ու չենք կարողանում լավ կոնստրուկտոր գտնել, որովհետեւ կոնստրուկտորները մի քանի խմբի բաժանվեցին, մի խումբը, որը որ չէր ուզում ուղակի վերցնել այս գործը, էլի լավ կոնստրուկտորներ էին, բայց չէին ուզում ուղակի այս գործը վերցնել, տեսնելով այս բարդությունները, ասիմետրիկությունը, կոնսոլը 15 մետր լայնությամբ, 10 մետր թռիչքով, կամուրջները եւ այլն, անհեծան ծածկեր, բավականին բարդ բաներ էին, կամ պարամետրիկ թեքահարթակը, ոնց որ շատ բարդություններ ունեին, էլի այստեղ։ Իրանց համար ավելի հեշտ էր, որ մի քանի հատ նախագիծ անեին, սիմետրիկ տեսքով, սիմետրիկ ճարտարապետությամբ, որ
Հեշտ է ամեն դեպքում ու ավելի կարճ ժամանակում ստանդարտ շաբլոններով կանոնեն նույն գումարը մի բան լավ աշխատեն։ Կար մի հատ ուրիշ խումբ, որը ուղղակի վախենում էր, այսինքն մի քանի հոգի էլ ճարտը կոնստրուկտորներից ուղղակի վախեցան մոտենան այս նախագծին, մտածելով որ չեն կարողանա այս շենքը իրականացնել, նախագծեն հենց ոնց որ կաշխատի էլի։ Ու կար հետաքրքիր մեկը, ով որ ուղղակի այդպես ֆանտաստիկ է, որ Ճապոնիայի համար նախատեսված կամ Դուբայի համար նախատեսված այս լուծում էր առաջարկում, որ եկեք վերևում տանիքում դնենք, տանիքում ու մի հարկել ներքև դնենք միացած գունդ, հակակշիռ, որը սեյսմիկ առումով ընդհանուր շենքին կհակազդի, բայց բնականաբար դա Հայաստանի պայմանների համար ֆանտաստիկայի ժանրից էր ու ոնց որ անհնար էր նմանատիպ հսկայական ծախս իրականացնել դրա վրա, ծախս ներդնել դրա վրա ու կորցնել տենց հսկայական մակերեսներ։ Ու բախտներս բերեց հանդիպեցինք Մկրտչյան Կարենին, այս շենքի կոնստրուկտորին, ով այն որ ընդհանրապես չմտածելով էլ հենց առաջին քննարկումից էլ արդեն եկավ սկսեց մտածել լուծումներ տալ, կարելի է սենց անել, նենց անել, մենք իր հետ քննարկեցինք, չեմ կոնսոլը կարանք ֆերմայով անենք, թե բետոնից պատերով անենք, թե ոնց անենք, իր հետ էս տարբեր ձևերով քննարկեցինք ու այն որ առանց վախենալու միջև հիմա էլ այն որ առաջ ենք տանում այս գործը ու ոնց որ լավ ստացվում է իր հետ աշխատելը։ Շենքը ունի մի հատ հետաքրքիր մոտեցում եւս, քանի որ տարածքը գտնվում է Նորքի այգիներին կից, մենք որոշեցինք, որ պետքա շինությունը ձուլվի այդ ռելիեֆի հետ ու Նորքի այգիներին չխանգարի ու դրա համար ու պատվիրատուի մեծ ցանկությունն էր նաև ունենալ մեծ ապակեպատ շինություն։ Այդ երկու պայմանը իրար հետ համադրելով որոշեցինք ամբողջ շենքը իրականացնենք ապակեպատ ու քանի որ շենքը երևում է քաղաքի տարբեր կետերից, համարյա բոլոր տեղերից երևալ էր, մենք որոշեցինք այնպես անել, որ շատ ճչացող չլինի շենքը, չխանգարի քաղաքային տեսարանին, ու դրա համար արդեն ամբողջովին համարյա հայլայն ապակեպատում արեցինք, որը պետք է արտացոլեր երկնքի գույնը տարբեր եղանակներին ու ձուլվեր միջավայրի հետ։ Բայց որոշեցինք նաև իրականացնել մի մարքեթինգային քայլ եւս, մի դետալ, որը ամեն դեպքում կշեշտեր շենքի գոյությունը։ Այդ դետալը որոշեցինք հենց դարձնել մեր պանորամային վերելակների ապակեպատումը։ Իրանք իրանց ներկայացնում են ուղղահայաց բեկյալներով ապակեպատում, որը պետքա եղանակի տարբեր պայմաններում, արևի տարբեր դիրքերում շենքի նկատմամբ միշտ պետքա ինչ-որ մի ապակի արտացոլեր միջավայրի լույսը ու ստանար ադամանդի տեսք։ Ու հիմա արդեն երբ որ շուտով արդեն կտեղադրվի ապակեպատումը, կարող եք արդեն տեսնել քաղաքից ոնց է հեռվից փայլում այդ ապակեպատ հատվածը։ Տարածքում ունենք նաև բացօթյա այլ ջրավազաններ եւս։ Ունենք բացօթյա ամֆիթատրոն ու ընդհանուր տարածքը պետքա լինի լավ կանաչապատ, ծառաշատ միջավայր։ Մի բան ոնց որ թե բաց թողեցի, այդ վերաբերվում է մեր ռելիեֆին արևմտյան հատվածում։ Արևմտյան հատվածում C կետը, այս կետը ու B կետի տարբերությունը մոտավորապես 7 մետր էր։ Ու քանի որ այդտեղ պետքա նորք միացող հիմնական ճանապարհ դառնար, այս ճանապարհը դրան զուգահեռ ճանապարհը, ու լիքը մեքենաներ, բնականաբար գազ, աղմուկ եւ այլն, պետքա խանգարեր միջավայրին, այդ այգուն։ Մենք որոշեցինք այս ռելիեֆը ուղղակի բարձրացնենք ու C ու B կետերը ուղղակի դարձնենք մի մակարդակի վրա։ Մի մակարդակի վրա դարձնելով մենք ունեցանք այս հատվածում տեխնիկական տարածքներ, որը պետքա սպասարկի շենքին, տեխնիկական տարածքները իրենց ներկայացնում են էլեկտրակայան, ջրի ռեզերվուար, պոմպեր եւ այլն, պահեստներ։ Ունեցանք մի հարթակ, որը նախատեսված էր նրա համար, որ մարդ այգում քայլելով, ման գալով գար հայտնվեր այս հարթակի վրա, որը արդեն փողոցից գտնվում է 7 մետր բարձրության վրա ու նայում է դեպի քաղաքի ամբողջական տեսարանը։ Շինությունը բավականին բարդ է ու շատ դետալներ իրականում կան, որոնք որ հաստատ բաց թողեցի, այդ թվում նաև ինտերիերը, տարբեր անկյուններ ունենք, որ դեռ չեմ հասցրել պատմեմ, հաստատ մեկ ուրիշ հաղորդման մեջ կպատմեմ։ Պես ու շինարարությունն հիմա ընթացքի մեջ է, ինտերիերը նույնպես ընթացքի մեջ է, ինտերիեր շինարարությունը, որը մեր գործընկեր կազմակերպությունն է իրականացնում, Lead Construction-ը, որպեսզի հետևեք շինարարությանը ու նաև մեր հաջորդ հաղորդումներին, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հետևեք մեզ Instagram-ում, Facebook-ում, ինչպես նաև Lead Construction-ի էջում։